Ռուսաստանում գտնվող Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆալ Ալ-Սիսիին ընդունել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Վաղը նախագահը մեկնելու է Սոչի, որտեղ կհանդիպի ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Завтра в Сочи будут переговоры с вашим коллегой. Ստորագրվելու է ռազմավարական համագործակցության հիմնարար պայմանագիր, դա իրապես նոր էջ է մեր բարեկամական հարաբերություններում, ասել է Մեդվեդևը։ Этап в развитии наших и без того очень дружественных отношений. Ռուսաստանը եւ նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ մեզ օգնել են ամենադժվար պահերին, մենք դա երբեք չենք մոռանա։ Ռուսաստանը շատ մեծ տեղ ունի բոլոր եգիպտացիների սրտում, հավաստիացրել է Եգիպտոսի ղեկավարը։ 3.65 տարեկանում քաղցկեղից վախճանվել է Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենը։ Նա Forbes-ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 44-րդն էր։ Bill Gates-ը եւ Փոլ Ալենը Microsoft ընկերությունը հիմնադրել են 1975 թվականին։ Ինչպես եւ Gates-ը, Ալենը նույնպես մեծ գումարներ է հատկացրել բարեգործական, գիտական եւ մշակութային ծրագրերին։ Եմենում ընթացող հակամարտության հետևանքով միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի ծրագրի խոսնակ Էրվ Ֆերհոսելը։ Եթե այսօրվա վիճակը շարունակվի, Եմենում բարդկացության մեջ կհայտնվի եւս 3.5 միլիոն մարդ, Պարենի անհապաղ օգնության կարիք ունեցող եմենցիների թիվը կհասնի 12 միլիոնի, ասել է խոսնակը։ Նրա փոխանցմամբ Եմենին սպառնում է աշխարհի պատմության ընթացքում աննախադեպ զանգվածային սով։ Եմենում 3 տարի ընթանում է քաղաքացիական պատերազմ։ 30 միլիոն բնակիչ ունեցող Եմենը արաբական թերակղզու ամենաթշվառ երկրներից է։ Հունգարիայում օրենքով արգելել են փողոցներում քննել, իրավապաշտպան կազմակերպությունները բողոք են հայտնում այդ իրենց ձևակերպմամբ անմարդկային օրենքի դեմ, որն արգելում է տնազուրկ բնակիչներին գիշերները անցկացնել փողոցներում։ Այս օրենքի հեղինակները չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ապրել փողոցում։ Նրանք մեզ զրկում են վերջին հնարավորությունից, ասել է տնազուրկ հունգարացին։ Աջակողմյան վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը պնդում է, որ միջոցներ է հատկացնում թափառաշրջիկների եւ կացարան չունեցողների կարիքները հոգալու համար։